Բարի երեկո սիրելի բաժանորդներ, լավ ուշ եմ սկսում այսօր վլոգը, համարյա 12-ն է լինում, 11-ից, քանիս հիմա ցույց կտամ, պատրաստել եմ պիցա վաղվա համար, գրեք տեսնեմ ովքեր են այսօր ժամին 11-ից 17, այսօր ժամին ուտելու բան պատրաստում, իմ պիցաներն արդեն պատրաստ են, թողնում եմ սառը և դնեմ սառները, գնեմ քննելու ու տեսնենք ինչ եմ նկարելու այս վլոգում պիցայի խմորը սովորական ալյուր, աղ, շաքարավազ, դրոշտ և բուսայող ունիվերսալ խմորը ունեմ բաղադրատոմսի ալիքումս կարող եք գտնել նայել թարթել ամբողջ խոհանոցը արդեն հավաքել մաքրել եմ հիմա սպասում եմ պիցաները սառեն նաև այսօր ծաղիկներովս մի փոքր զբաղվեցի, տեղափոխեցի, որը կապելու էր կապեցի, այդ երկու երկարացող ծաղիկ ունեմ, իրենց պետք էր կապել, արդեն շատ երկար էին, սա և վերևինը, իրենց կապեցի, ջրեցի, չորացած տերևները կտրեցի, մի խոսքով այդպես ծաղիկներովս զբաղվա, այստեղ լուսամուտի վրա, ճիշտ է չեմ սիրում լուսամուտի վրա, բայց այդտեղ չունեմ դնելու, ունեմ պապրտնիկ, ֆիկուս, ոնց են ասում ես ծառը, չգիտեմ մոռացել եմ անունը, սա էլ Մարինայի նարինջն է, ինքը լավ մեծացել էր արդեն, բայց որ Հայաստան գնացինք ձմռանը, չորացել են, բայց հիմա նորից տերևներ է տվել և հույս ունեմ, որ կաճի կմեծանա, սա էլ իմ կանաչ անկյունը, այս ծաղիկն եմ շատ սիրում, Մարինան է նվիրել, փոքր ճյուղ էր, հիմա լավ մեծացել է, կողքից նորից կտրել դրել եմ առանձին իրա ճղերից, որպեսզի ավելի փարթամ տեսքի լինի։ Այդպես, այստեղ մանուշակս է, դեռ չի ծաղկել, թփերը ակտիվ տալիս, հույս ունեմ արդեն կսկսի ծաղկել։ Այստեղ 3 հատ ծաղկաման ունեմ փոխելու, որ սպիտակ լինի։ Պոմիդորներս դեռ մնացել է, չեմ տնկել, պետք է տնկեմ, որ շատ չի երկարի։ Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, սկսում եմ նկարել նոր վլոգ, այսպես ասած ընկել եմ հավեսի, չգիտեմ ինչքան կտևի այսպես վլոգներ նկարելը, բայց ամենայն դեպս սկսել եմ նկարել, միգուցե և երկար տևի ու այդպես շարունակաբար նկարեմ վլոգներ իմ կյանքից, աշխատանքից մի խոսքով։ Քանի որ պետքա գնային Վոլգոգրադ չստացվեց գնալը, ամսվա կեսին են գնալու, բնականաբար ես ինձ դրել էի այդքանի օրը չաշխատելու, զապիսներ չէի արել և հիմա, այսպես ասած, հանգստանում եմ, նույնպես չվերցրեցել ոչ մի հաճախորդի, այդպես որոշեցի թող լինի հանգիստ, միանգամից կհանգստանամ և 5 օր 6 օր տանը կլինեմ, տնային գործերով կզբաղվեմ, համ էլ վաղը մեզ համար, այսպես ասած, տղայիս համար շատ է, մեր առիթ կա, չգիտեմ կիսվել եմ, ասել եմ վլոգների ընթացքում թե ոչ, ինքը սկսում է վաղվանից աշխատել, այսպես ասած, իրա համար, ոտ կարելի է ճիշտ ձևակերպել։ Առաջ աշխատում էր սալոնում, բնականաբար ովքեր չգիտեն, ինքը Վարշավիր է, բարբեր է, իսկ հիմա աշխատում է ինքը իրա մոտ, այսպես ասած, վերցրել ենք տարածք, ինքը աշխատելու է մենակով, արդեն ոչ ուրիշի ձեռքի տակ է, այլ ինքը իրա գլխի տերն է լինելու և այս վլոգում միգուցե այդ ամբողջ պատրաստման ընթացքները միգուցե տեսնեք, քանի որ բաներ կա, որ պետք է ամուսինս պատրաստի, տարածքը պետք է պատրաստի, հայելի, մի խոսքով, այդ ամբողջը ցույց կտամ և պատրաստելու, և տեղադրելու, և վերջնական արդյունքը թե ինչպես ստացվեց, և վաղը ամսի 1-ին, վաղը մայիսի 1-ն է և բացում ենք, ինքը վաղվանից սկսում է աշխատել տղաս, և այսպես իմ համար շատ ուրախ, և իմ համար շատ ուրախ, և ամուսնուս համար, որ վերջապես ինքը տղաս պետք է աշխատի և ոչ ուրիշի ձեռքի տակ, դա շատ կարևոր է, շատ այսպես
չգիտեմ ովքեր որ չեն աշխատել, միգուցե չհասկանան այդ իմաստը, ես համ աշխատել եմ սալոնում, հիմա բնականաբար աշխատում եմ ես ինքս մենակով եւ ես իմ գլխի տերն եմ, ոնց ուզում եմ այդպես եմ աշխատում, ոնց ուզում եմ, ինչով ուզում եմ այդպես եմ աշխատում, մի խոսքով դա լրիվ տարբեր բաներ են, աշխատել ուրիշի մոտ, թե աշխատել մենակով, ինքդ քո համար, հասկանալով ինչա քեզ պետք, ինչ ձգտումներ ունես, ինչպես առաջ գնալ։ Դա շատ մեծ, այսպես մեծ օգնություն էր մեր կողմից, տղայից, բնականաբար ծնողներն ինչի համար են, որպեսզի իրենց երեխաներին առաջ տանեն, էլ ավելի բարձրացնեն, որպեսզի իրենք էլ կարողանան հետագայում իրենց ճանապարհը էլ ավելի հարթեցնել, հարթ լինել եւ այդպես շարունակել կյանքը։ Մենք էլ ես ու իմ ամուսինը հնարավորությունների չափ փորձում ենք այդ ամեն ինչը այսպես ասած հարթեցնել, որ իրենց կյանքը այսպես ավելի հարթ լինի, ավելի ճիշտ լինի դասավորված եւ իրենք ավելի քիչ տանջվեն, քան որ մենք ենք տանջվել։ Դրա համար որոշեցինք ես ու ամուսինս, որ պետքա որ տղաս սկսի արդեն աշխատել իր համար, հասկանա, որ ինքն է իր կյանքի տերը, այլ ոչ թե ինչ-որ մեկը, որ պետքա իրա վրա ժամ դնի, իրա վրա պետք եկած տեղը խոսի, մի խոսքով, չեմ ուզում այդ տխուր թեմաներից խոսեմ, քանի որ այդ ամբողջը այսպես տխուր ոչ հաճելի թեմա է։ Ամենակարևորը, որ վաղը բացվում է իմ տղան եւ աշխատելու է ինքը իր համար։ Ես էլ ինչ եմ անում, պատրաստվում եմ վաղվան, մի փոքր կնշենք ընտանիքի անդամներով եւ պատրաստում եմ հիմա խմորեղեն, պատրաստում եմ տղայի սիրած խմորեղեններից մեկը, ճիշտ է բոլորով սիրում են այս խմորեղենը եւ ամուսինս աղջիկս պատրաստում եմ սնիկերս։ Ամենահասարակ եւ ամենահամեղ տարբերակով եւ դեռ որոշում եմ բաղադրատոմս նկարեմ, թե չնկարեմ։ Դա եմ հիմա որոշում, մինչ այդ որոշում էի, մաքրել եմ արդեն այսքան գետնանուշը։ Սկզբից ջեռոցի մեջ տապակեցի եւ հիմա մաքրեցի, վերջացրեցի, հիմա մտածում եմ արդյոք արժի բաղադրատոմս նկարել, թե ոչ։ Եվ այդպես։ Հիմա մի հատ սուրճ խմեմ եւ այդ ընթացքում որոշեմ արդյոք ուզում եմ բաղադրատոմս նկարել, թե ոչ։ Մալինկան իձե։ Այնտեղ աղջկաս ընկերուին ա եկել, Մալինկան չի սիրում, որ մեր տունը անծանոթ մարդիկ են գալիս եւ ինքը սկսում է հաչալ։ Դրա համար հիմա միգուցե եւ հաչի։ Հիմա սուրճ խմեմ եւ այդ ընթացքում որոշեմ նկարում եմ բաղադրատոմս, թե ուղղակի այսպես այս վլոգի մեջ կգցեմ։ Ուղղակի չեմ ուզում ավելի այսպես երկար վլոգներ ստացվեն, 15 րոպե, 20 րոպեից ավել։ Ինձ թվում է իմաստ չկա այսպես երկարացնել, դրա համար չգիտեմ ոնց վարվեմ, բայց հիմա կմտածեմ։ Նաև պետք է երեկոյան ուտելու ընթրիք պատրաստեմ, որոշել եմ կոտլետներ պատրաստեմ, կարտոֆիլ տապակեմ եւ սունկ եմ դնել ջեռոցը, նույնպես այսպես թռուցիկ կնկարեմ, ճիշտ ամբողջ բաղադրատոմս չեմ նկարի, այդքան ցանկություն չկա, բայց դա այսպես ցույց կտամ ինչ եմ անելու։ Դե ինչ կմիանամ, երբ որ սկսեմ պատրաստել։ Տեսակ ուրեմն երեք որ պատրաստում էի պիցա, քանի որ շատ էր եղել, որոշեցի, որ մի հատը սառեցնեմ թվում սառնարանը, արդեն սառել է, հիմա այս կողքերից յուղաթուղթը ավել կտրեմ և փաթեթավորեմ սնդային թաղանթի մեջ ու թողնեմ սառցարանը։ Մնում է եփելուց հետո վրան ավելացնեմ պանիր և պիցան պատրաստել։ Չնայած որ կարող ենք հետո վրան էլի ինչ-որ մթերքներ ավելացնել, ինչ-որ ցանկանանք։
Առաջ շերտս արդեն եփվում է։ Շուտով երկրորդը նույնպես կդնեմ, սնիկերս եմ պատրաստում։ Արդեն ասացի։ Որից հետո մինչև շերտերը սառի, կարակնել եմ արդեն հանել, արդեն լավ հալվել է, սենյակային ջերմաստիճանի։ Միանգամից կրեմն էլ կպատրաստեմ եւ կացնեմ, տեսնեմ ընթրիքին։ Հիմա եմ պատրաստում, թե մի փոքր ուշ, քանի որ տապակած կարտոֆիլ է, ինձ թվում է մի փոքր ուշ կպատրաստեմ, որպեսզի թարմ լինի։ Իսկ կոտլետները կպատրաստեմ։ Այսպես մի լավ թաթեթավորեմ։ Ուղարկեմ սառցարան։ Այնքան հարմար այսպես, երբ որ պատրաստի ուտելիք կա սառցարանում, որը կարելի է ուղղակի հանել, դնել ջեռոցը եւ հեշտ պրծնել, հատկապես այն օրերին, որ օրերին շատ աշխատում եմ, սա ուղղակի փրկություն է։ Հիմա ճիշտ է, սառցարանս դատարկվել է, այսպես պոլուֆաբրիկատներ շատ չունեմ, հիմա այս պիցան կգնա, նաև սառցարանում ունեմ ժուլիեն, նույնպես պատրաստել էի, ավելացել է, նույնպես դրեցի սառցարան այսպես մի փոքրիկ, բացեմ ցույց տամ, այսպես, ուղղակի սա փրկություն է, բայց դες քանի օրը մի փոքր գլուխս հանդարտվի, ես ամբողջ իրար անցումից վերջացնենք, քանի որ ահագին մեծ պատվերներ եմ արել, քանի որ շատ մեծ պատվերներ եմ արել աշխատանքի, նոր աշխատանքի վայրի հետ կապված տղայիս, պետք է այսօր ամբողջը համայրավերցնեմ, դրա համար մի փոքր այդպես գլուխս հանդարտվի, մի օր էլ միգուցե նկարեմ ամբողջ օր, թե ինչպես եմ պատրաստում, ինչ եմ պատրաստում եւ դնում սառցե խցիկը, արդեն պատրաստի ուտելիքներով, ոչ թե ուղղակի այդպես կտրտած միշտ չգիտեմ ոնց, ուղղակի պատրաստի այսպես ուտեսնեմ, որը կարելի է հանել, միանգամից դնել ջեռոցը եւ վայելել։ Չգիտեմ ինչ կատարվավ, հեռախոսից հետ այնքան էլ լավ չի նկարում, բայց դե մի խոսքով։ Եվ այսպես կոտլետներս արդեն պատրաստ են։ Միս է քերած կարտոֆիլ եւ թրջած զբլուր, շատ ընտիրաստացվում, ինքը շատ այսպես փափուկ հյութալի կոտլետներ են լինում, անպայման փորձեք այդպես, չափաբաժինները ինչքան որ ինչից ուզում եք այդքան էլ լցրեք։ Հիմա պատրաստում եմ սունկ, այսպիսի մեծ սնկեր եմ վերցրել, կեղևը այդ վրայի մի բարակ կեղևը հանել եմ, ընդհանրապես չեմ հանում, ուղղակի ինքը մի փոքր այսպես խալեր ուներ, դրա համար ամբողջովին հանեցի եւ մաքրեցի։ Հիմա այստեղ ունեմ ֆարշ եւ սնկի պոչիկներն եմ կտրտել, համեմունքներից ավելացրել եմ ուղղակի աղ, նաեւ հարկավոր է հալվող պանիր։ Հիմա կլցոնեմ սնկերը, այսպեսի լցոնած սնկերին բնականաբար այս մեծերն են հարմար, չնայած մի փոքրերով էլ կարող եք անել, ուղղակի լցոնել այդքան էլ հարմար չի։ Սա այսպես։ Հիմա վերջացնեմ սնկերիցս եւ մնում է ինձ կարտոֆիլը մաքրեմ եւ այսօրվա ընթրիքի հարցերը լուծեմ։ Խմորեղենը նույնպես արդեն համայրավերջացրել եմ, դրել եմ սառի, որպեսզի գլազուրն անեմ եւ վերջ։ Այսպես։
Տեղավորեմ։ Պանիրը ուզում էի սկզբից քերեի, բայց չեմ քերի։ Հիմա բարակ կտորներով կկտրեմ, այդպես կդնեմ վրան, ավելի հարմար կլինի, քանի որ քերած պանիրը միևնույն է, ոնց անում ես, թափվում է։ Լավ ֆարշ այսպես սեղմում եմ, որ եփելուց ինքը ամբողջական մնա։ Հիմա որ ես մի փոքր ֆարշը չմնա, կբաժանեմ սնկերի վրա և կվերջացնեմ։ Սա այսպես։ Փորձում եմ լավ բարակ կտրել։ Միգուցե այս բանջարեղեն կտրելու ձարքով ավելի լավ է լինում։ Այսպիսի բարակ շերտեր են լինում։ Ինչ հավես է կտրում։ Հենց այսպես։ Ընթրիքս արդեն պատրաստ է, կարտոֆիլը տապակեցի ֆրիտյուրի մեջ, ծնկերը նույնպես պատրաստ էին, բնականաբար կոտլետը արդեն վաղուց պատրաստ է, հիմա մնում է ընտանիքիս անդամները հավաքվեն և ընտրենք։ Այնքան համեղ ու փափուկ ա եղել այս ծնկերը, անպայման փորձեք, եթե չեք փորձել։ Ուղղակի յուրահատուկ համ ունի, ճիշտ է սունկը շատ համեղ է, բնականաբար և պանիրն ու ֆարշն էլ հետը մի այլ տեսակ յուրահատուկ համ է տվել։ Այս այսպես, կոտլետները բնականաբար նույնպես ստացվել են անմահական բլղուրով, իրոքից որ շատ լավ են ստացվել, առաջին անգամ եմ ճիշտն ասած փորձում բլղուրով, ուղղակի դարակը բացեցի, տեսնեմ ինչ ունեմ ավելացնելու մեջը, կոտլետի, ֆարշի, աչքս ընկավ բլղուր, որոշեցի փորձեմ, ինչու ոչ, ընտիրեր, արժի այդպես պատրաստել։ Ֆարշը մի թեթև ավելի, մի տեսակ ավելի թեթև, այսպես ջրալի ներսից, վրայից խրթխրթան է ստացվում կոտլետները։ Դրա համար էլի կպատրաստեմ շատ համեղեր այսպես։ Սա էլ ընթրիքս։ Այնտեղ արդեն խմորեղենս էլ է պատրաստ, սպասում եմ մի փոքր սառի, որպեսզի վերջնական տեսքը նկարեմ։ Հոտը ուղղակի խենթացնող է, բնականաբար համը նույնպես։ Դե ինչ, արդեն մեր մոտ ուշ երեկո է, այստեղ մալինկան մարինայից կարտոֆիլ է խնդրում։ Ինքը հիմա դիետայի վրա է, այդպիսի շատ բաներ չենք տալիս, մի ամիս առաջ շատ լավ վատացավ, տարանք հիվանդանոց։ Հիմա բուժվում է, դիետայի վրա է, բայց ինքը միևնույն է, այդպես խնդրում է ուտել ու հիմա Մարինային բռնացրել է ուտելուց և այդպես փոքրիկ կտորներով կարտոֆիլ է ուզում ուտում։ Երևի այսքանով ավարտեմ վլոգս, հուսով եմ հավանում եք վլոգները, չեք ձանձրանում, կսպասեմ ձեր արձագանքներին, արդյոք հետաքրքիր է նկարեմ թե ոչ, և այսօր վերջացնենք մեր վլոգը, հաջողություն, մինչ նոր հետաքրքիր հանդիպումներ։